2025 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի ընդհանուր ժողովը։ Այն լինելով տարեկան հերթական ժողով, միաժամանակ նշանավորում էր 4-ամյա մի շրջափուլ, որի հիմքերը դրվեցին 2021 թվականի մայիսին։ Պալատի համար բեկումնային մի շրջանում, երբ օրենսդրական փոփոխությունների արդյունքում պալատին վստահվեցին պետական պատվիրակված գործառույթներ։ Հանրային վերահսկողության խորհրդի հետ սերտ համագործակցությամբ ձևավորվեց մասնագիտացված կառույցի նոր ու արդյունավետ մոդել, եւ քառորդդարյա պատմություն կերտած կառույցը շարունակեց իր դժվարին, բայց հաղթական ընթացքը, լրացնելով ու շարունակելով այն նոր նվաճումներով։ Ամփոփել անցած 4 տարիների արդյունքները եւ նախանշել պալատի գործունեության առաջիկա 4 տարիների զարգացման հիմնական ուղղությունները։ Նպատակ, որն ամփոփված էր օրակարգային զուսպ ու պաշտոնական ձևակերպումներում։ Սակայն իրականում այն պատմություն է այն մարդկանց մասին, որոնց ջանքերով ձևավորվել է հաջողության բանաձևը, որոնք անքակտելի են պահում անցյալի, ներկայի ու ապագայի շարունակությունն ապահովող կապը։ Ահա այս մարդկանց մասին, որոնք ամեն տարի հավաքվում են, ամփոփելու արվածն ու չարվածը, հպարտանելու ձեռքբերումներով, բարձրացնելու խնդիրներ, արտահայտելու իրենց վստահությունը պալատին եւ վճռականությունը հավատարիմ մնալու սկզբունքներին։ 2024 թվականին շարունակվել են աշխատանքները ուղղված որակավորման գործընթացի տարբեր բաղադրիչների զարգացմանը։ Մասնավորապես կատարելագործվել են քննությունների կազմակերպման մեխանիզմները, բարելավել են քննաթերթերի կազման գործընթացը, դասախոսական կազմի ներուժը, ինչպես նաեւ լսարանների տեխնիկական պայմանները։ Դրանց շնորհիվ էապես ամրապնդվել է որակավորման համակարգի որակը եւ բարձրացել է որակավորման համակարգի նկատմամբ մասնագիտական հանրության վստահությունը։ 2024 թվականին ավարտվել են որակավորման ծրագրի առարկաների դասագրքերի վերանայման եւ խմբագրման աշխատանքները։ Նոր դասագրքերի ներդրումը 3 տարվա հետևողական աշխատանքի արդյունք էր, որը խիստ անհրաժեշտ էր եւ նշանակալի իրադարձություն էր։ Արձանագրվել են նշանակալի ձեռքբերումներ եւ հաջողություններ, որոնք ընդգրկել են մասնագիտական համայնքի գործունեության բոլոր ուղղությունները։ Բազմապատիկ աճել են պալատի ընդհանուր եկամուտները, որակավորման քննություններին, դասընթացներին ու շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումներին մասնակցությունը, աուդիտորական ծառայությունների շուկայի ծավալը։ ACCA հավատարմագրմամբ պալատի որակավորում ունեցող անձանց 2022-26 թվականների համար տրամադրվել է մինչև 8 առարկաների ազատում։ Ներդրվել է աուդիտորական կազմակերպությունների որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգ։ Դրամաշնորհային միջոցների հաշվին մշակվել է աուդիտի իրականացման ծրագրակաց, ինչպես նաև որակի կառավարման համակարգի ուղեցույց։ Ստեղծվել է պալատի նոր կայքը, ներառելով անդամների ռեստր, օգտական նյութեր ու նորություններ, անձնական գրասենյակ եւ հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգ։ Իրականացվել են նորարարական լուծումներ փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ։ Վերանորոգվել եւ տեխնիկապես վերազինվել է պալատի գործող տարածքը։ Աճել է Հայաստանի դերը տարածաշրջանային կառույցներում։ Ստանձնել ենք ԱՊՀ եւ ԻԱՏՄ երկրների հաշվապահների ու աուդիտորների նախագահությունը։ Ձևավորվել են պալատի կառավարման մարմինների արդյունավետ համակարգեր եւ գործուն մեխանիզմներ։ Բարձրացել է պալատի անդամների եւ ընդհանրապես մասնագիտության հեղինակությունը եւ հանրային վստահությունը։ Ամփոփելով հաջողությունները բնութագրող տվյալները, պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը հպարտությամբ նշեց, որ պալատի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներն աճել են միջինում ապահովելով 7-անգամյա աճ եւ կան բոլոր նախադրյալները այդ տեմպերը պահպանելու համար։ Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը առանձնահատուկ հպարտությամբ ներկայացրեց 2024 թվականի դեկտեմբերին ձեռքբերված գրասենյակային տարածքը։ Այն բնորոշելով որպես պալատի պատմության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը։ Պատմական պահ, որն իրականություն է դարձել պալատի անդամների ակտիվ մասնակցության, ինչպես նաև տարիների ընթացքում պալատի կայացման ուղղված համախմբված ջանքերի շնորհիվ։ Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը անդրադարձավ փորձագետ հաշվապահների եւ աուդիտորների մասնագիտական կարողությունները զարգացնելու ուղղությամբ շարունակաբար տարվող աշխատանքներին, դրանց ապահովման ուղղությամբ արձանագրված հաջողություններին, առանձնացնելով մի քանի կարևոր շեշտադրումներ։ Մասնավորապես առանձնացրեց կրթության 2 կարևոր հիմնասյուները՝ դասագրքերը եւ դասախոսական կազմը։ Հպարտությամբ նշեց, որ այս 2 հիմնասյուներն էլ հատկապես վերջին 2 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում բավականաչափ ամուր են եւ կարող են երաշխավորել մասնագիտության զարգացման հետագա առաջընթացը։ Նրա համոզմամբ եկել է նաեւ ժամանակը անցում կատարելու ինստիտուցիոնալ զարգացման, որի հիմքերը դրվել են պալատի նոր տարածքի ձեռքբերման սեփականության վկայականով։ Ստեղծված հնարավորությունները տեխնիկական վերազինմամբ եւ հագեցվածությամբ թույլ կտան առցանց կրթությամբ ընդլայնել աշխարհագրական շրջանակը, մուտք գործելով նաեւ մարզեր, ավելի շատ անձանց հնարավորություն տալով ընդգրկվելու կրթական գործընթացում։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ ՀՎԽ նախագահ Արման Պողոսյանն իր ելույթում ընթացիկ ժողովը համարեց առանձնահատուկ, քանի որ այն ամփոփում է պալատի 4-ամյա գործունեության շրջափուլը եւ ընդգրկում է ժամանակահատված, որն առանձնանում էր եւ երկրի եւ պալատի համար բարդ ու դժվարին պայմաններով։ Եվ այնուհանդերձ նվիրված եւ հետեւողական աշխատանքի արդյունքում ՀՎԽ պալատ սերտ համագործակցության շնորհիվ հաջողվեց իրականություն դարձնել բոլոր այն նպատակները, որոնք կարևոր են պալատի ինստիտուցիոնալ կայացման եւ շարունակական զարգացման համար։ Հաջող ընտրություններ մաղթեց եւ վստահություն հայտնեց, որ նորաստեղծ կառավարման մարմինները եւս կգործեն նույն նվիրվածությամբ եւ արդյունավետությամբ։ Վերահաստատեց ֆինանսների նախարարության եւ ՀՎԽ պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը պալատին մասնագիտական առավել բարձր մակարդակ ապահովելու հարցում։ Ընտրությունն արված է։ Նախանշված ռազմավարական ուղենիշներով առաջ շարժվելու եւ նոր ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով ձևավորվեց պալատի խորհրդի նոր կազմ, որը օրեր անց ամբողջական կազմով Մովսիսյան Թաթուլ Հրանտի, Հարությունյան Արթուր Սարոյի, Վասիլյան Էմիլ Իոսիֆի, Ադամյան Նաերի Մերուժանի, Ղազարյան Մանվել Սևանի, Ազատյան Դավիթ Նորայրի, Պետրոսյան Հովանես Պետրոսի, Հարությունյան Լեռնիկ Վարուժանի, Հովանիսյան Արմեն Վարդանի, Թադեոսյան Լիդա Թորոսի, Հայրապետյան Էրիկ Համլետի, Նաչարյան Վարդան Բալիկոյի, Գևորգյան Իրինա Գևորգի, Հովանիսյան Արտակ Վոլոդիայի, Վարդանյան Ռիփսիմե Սամվելի։ Պալատի խորհրդի նախագահ ընտրեց Մանվել Ղազարյանին։ Այսուհետ նոր սեփական հարկի ներքո կառավարման մարմինները կստանձնեն պալատի անխաթար ընթացքը շարունակելու առաքելությունը, ապահովելով նոր հաջողություններ, կայուն զարգացում եւ շարունակականություն։